Ինչպես գիտենք, Նինոց-Մինդայի երաժշտական դպրոցում 2008 թվականից գործում է դհոլի խմբակը և վերջինիս մասնաճյուղերը գործում են մունիցիպալիտետի խոշորագույն գյուղերում, ինչպիսիք են Հեշտյան ու Սատխան։ Բացված օրվանից մինչ օրս խմբակ հաճախում են մեծ թվով երեխաներ, ու նրանք բազմիցս են մասնակցել բազում փառատոների։ Այս պահին ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջերս Կովկասյան ռիթմեր ու Սատխայի մուժ դհոլի խմբակի գրանցած հաջողությունները։ Հարգելի ծնողներ, հարգելի հյուրեր, այսօր մենք հրավիրել ենք ձեզ, որպեսզի կատարենք մեր այս հրաշալի մրցանակային բաշխությունը, քանի որ մեր երաժշտական դպրոցի դհոլի բաժնի 3 խմբերը մասնակցել են տարբեր մրցույթ փառատոների, ունեցել են շատ հայրուն ելույթ և ունենք այսպիսի մեծ հաջողություններ։ Գիտեք ինչ, ուրեմն ամսուտին Մուզա կուլտուրայի տուն կա Թիֆլիսում, որտեղ 34 կոլեկտիվ էր հանդես գալիս, շատ հետաքրքիր կոլեկտիվներ կար, ամբողջ Վրաստանից հրավիրված էին որից մեր երաժշտական դպրոցի դահոլիս խումբն էի տարի, փոքր խումբ է, 14 հոգուց բաղկացած, 10-րդ համարում մենք ելույթ ունեցանք, ամբողջ դահլիճը լավ ծափերով ընդունեց և մեդալներով և դիպլոմներով վերադարձանք, շատ ուրախալի էր, նվիրված էր կանանց տոնին, եղբայրության, մայրության, այդ սա վերաբերյալ էլի կանանցի վերաբերյալ, այդ միտքն էր փառատոնի, լավ խմբեր կային, երգչախմբեր, դե ես կասկած չունեմ Վրաստանի խմբերը եռաձայն լավ խմբեր ունեն ամեն մի հարցով։ Շատ խմբերի հետ ծանոթացանք, ղեկավարների հետ ես անձամբ ծանոթացա։ Ինչ ասեմ, դիմավորեցին շատ լավ, դահլիճը շատ հետաքրքիր էր, լեփլեցում դահլիճ էր այնտեղ։ Երեխաներս ես մի քիչ որտեղ առաջի անգամ կարող ելույթ կունենային, ասիկ երևի մի քիչ մանրած չընկնեն, բան չէ, ոչ լավ ռիսկով ամեն ինչով պատրաստված, շատ գերազանց լավ ելույթ ունեցան։ Պարգևատրման արարողությունը, որը իրականացավ 3 երաժշտական դպրոցում, ներկա էին երեխաների ծնողները, երաժշտական դպրոցի ուսուցչական անձնակազմ և Նինոց-Մինդայի մշակույթի ու սպորտի ծառայության պետը իր աշխատակազմի ուղեկցությամբ, ով ներկաներին շնորհավորեց ու անձամբ հանձնեց մրցանակները։ Ես ցանկանայի շնորհավորել մեր երեխաներին և ասել, որ իրենց արժանինքների տաղանդի գնահատականը միշտ եղել է բարձր և այսպես մեծածավալ, քանի որ գիտենալով մեր դպրոցի, մեր երաժշտական դպրոցի այն ունակությունները, որ յուրաքանչյուր երեխան այստեղ մտնելով դառնում է երաժիշտ, իսկ երաժիշտ հեշտ չէ, դա իհարկե մեծ արվեստի, մեծ վարպետների շնորհիվ է։ Ես այսօր մինչև ուսանողություն ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երաժշտական դպրոցի տնօրենությանը Տիկին Մարաբյանին։ Սամվել Մոսոյան, Գոր Մզիկյան, Հատվիկ Ազարյան։ Պատանի դհոլահարների ոգևորությունը մեծ էր։ Նրանցից շատերը կիսվեցին մեզ հետ իրենց ոգևորությամբ ու տպավորություններով։ Թվարկեցին այն բոլոր մեծ ու փոքր քաղաքների անունները, որտեղ ելույթ են ունեցել իրենք։ Ես Նարեկ Ստամբոլյանն եմ, նախ ուզում եմ շնորհավորել կանանց միամսյակը։ Ես գնացել եմ Թբիլիսի և հաղթահարել եմ առաջի հորիզոնականը։ Ես շատ ուրախ եմ և ուզում եմ շնորհակալություն հայտնեմ իմ վարպետ Ղարսլյան Սարիբեկին։ Ես շատ ուրախ եմ, որ ես առաջի տեղն եմ առել։ Փառատոնը շատ գեղեցիկ էր, բոլորը գեղեցիկ երգում էին, նվագում էին և ես չէի վախենում, որ մենք առաջի տեղ չենք առնելու։ Դրա համար մենք այսօր մարտի 8-ին եկանք առաջի տեղը առած։ Միսակ Բաղդասարյան, Վարդգես Զորովլյան, Իմ անունը Սպիրիդոն Ստեփանյանն է, ես մասնակցել եմ տարբեր մրցույթների
Շատ շնորհակալ եմ Արգամ Խաչատրյանին, որ ինձ հասցրեց մեծ բարձունքների։ Ես սիրում եմ դահոլը եւ ուզում եմ շարունակել։ Լևան Յազդարյան Մանուչար Միքելացե Ես Արսեն Սանոսյանն եմ, մասնակցել եմ Թբիլիսի, Բաքուջան, Բորժում եւ այլն այդպիսի տեղեր, արդեն հաճախում եմ դհոլի 4 տարի եւ հիմնականում միշտ ոսկե մեդալով եւ պատվոգրերով եմ ետ դարձել։ Ես շատ եմ սիրում այս դհոլը եւ ուզում եմ միշտ շարունակել սրանով առաջ գնալ։ Իմ հոբին է դարձել դհոլը, իմ ուսուցիչն է Արգամ Խաչատրյանը։ Ստեփան Արզումանյան Ես Հայկ Ղազարյանն եմ, մասնակցել եմ տարբեր մրցումների, այս մեդալս վաստակել եմ Բաքուրյանի մրցումում, իմ ուսուցիչն է եղել Արգամ Խաչատրյանը։ Նարեկ Ստամբոլցյան Նոյ Բդոյան Ես նվագ եմ գտահոլ եւ շատ տեղեր եմ գնացել համերգի եւ ուզում եմ շնորհակալություն հատնել իմ հայքելուն նա ես շատ եմ ուրախ որ մեզ առաջի տեղ է առել Գոր Մզիկյան Վաչագան Ռայիսյան Ես Հյոման Ստեփանյանն եմ, ես 3 տարի հաճախում եմ տհոլի, գնացել եմ տարբեր մրցումների, Բաքուրյան, Բորժոմի, Թբիլիսի եւ այլն։ Այս մեդալը վաստակել եմ Բաքուրյանի մրցումից։ Ես իմ ապագան տեսնում եմ տհոլի մեջ։ Ես Կարեն Ծառուկյանն եմ, ապրում եմ Արագյալ գյուղում, բայց դասամատում եմ Սատխավում։ Ես շատ շնորհակալ եմ Արգամ Խաչատրյանին, մենք գնացել ենք Թիլվիս, Բաքուրյան, Բորջում եւ այլն։ Յուրաքանչյուր լավ աշխատանք ունի լավ ավարտ։ Այս երեխաներին կտրել իրենց առօրյայից մի փոքր ժամանակ տրամադրել դհոլին տվել է իր դրական արդյունքը։ Հուսով ենք, սա վերջին փառատոնը չի լինելու, ցանկանանք նրանց հաջողություններ։ Հովանես Կակոսյան